Մարտի 5-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը եւ այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ կրկնակի հարգմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է սահմանել, որ ծխախոտ կարող է վաճառվել 21 տարին դրացած անձանց գործող 18-ի փոխարեն։ Ազգային ժողովի փոխնախագահը հորդորել է քաղաքացիներին հայտնել իրենց տեսակետն այս առաջարկի վերաբերյալ։ Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան, որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ կլուծարվին, Ադրբեջանի իշխանությունները Transparency International-ին մեղադրել են կողմնակալ ոչ համապարփակ ուսումնասիրված դիրքորոշում ցուցադրելու համար։ Ոմանք մոռացել են Նապոլեոնի հետ կատարվածը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն։ Էմանուել Մակրոնը շեշտել էր, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։